Փաստորեն հետընտրական զառանցանքները ավելի նողկալի են, քան նախընտրական բարբաջանքներն էին։ Վերջացրեք, արդեն զզվելի է։ Մտադիր եք իրական քայլի, միացեք ու աջակցեք վերածննդի շարժմանը։ Մնացած ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան դիտումներ եւ լայքեր հավաքելու մրցավազք։ Վերջ տվեք, ամոթ է։ Կարեն Արայան։ Բարև հայեր ջան, ես դեռ լուր հետևում եմ այս հետընտրական թատրոնին ու տենում եմ, թե ոնց են հերթական անգամ ստիպում բոլորիդ, որ մոռանաք պատճառները ու քննարկեք հետևանքները։ Տենում եմ, թե ոնց են նրանք, ովքեր դեռ երեք խոստանում էին հաղթանակ, այսօր արդեն մերվել են ու վիճում են պարտության մանրամասների շուրջ։ Ու սա ամենավտանգավոր երևույթն է, սա կոչվում է քաղաքական ինքնախաբեություն։ Ու մեր երկիրը միշտ դեպի կործանում է գնացել հենց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը սկսել է հավատալ հեքիաթներին ու իրականության փոխարեն ընտրել է մխիթարող սուտը։ Երբ պայքարի փոխարեն ընտրել է սպասումը, իսկ հեղափոխության փոխարեն ընտրել է քվյաթերթիկի շուրջ ստեղծված մոգական առասպելը։ Գտակ ձեզ ասածներից մեջ։ Ու հիմա ընտրություններից հետո նայեք քաղաքական դաշտին, ինչ ենք լսում։ Ընտրությունները կեղծվել են, թե չէ, մանդատները վերցնել, թե չվերցնել, բողոքել, թե չբողոքել, ԿԸՀ-ի դիմաց կանգնել, թե չկանգնել։ Ու ամբողջ քաղաքական խոսույթը վերածվել է մի հատ ողբերգական ներկայացման։ Նստած ազգովի տրագիկ կոմեդիա ենք նայում։ Ու եթե դեռ ինչ-որ մեկը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, ապա ժամանակն է վերջապես կամքի ուժ ունենալ ու նայել իրականության ուղիղ աչքերի մեջ, որտեղ կտենաք համ ձեզանից յուրաքանչյուրի դերը, համ էլ այն, ինչ կատարվում է իրականում։ Հիմիկվա այս անդիմադիրների իբր արդարությամբ մտահոգությունը, այս որ հիմա զբաղված են նույն հինում աշված լացակումած վեճերով, թե բա ընտրությունները կեղծվել են, մեր ձայները գողացել են եւ այլն։ Հա, համաձայն եմ, չի բացառվում ու ավելի հավանական է, որ Նիկոլը կեղծել է ընտրությունները։ Արա, բայց դուք չեք էլի, որ պետք է խոսակ ընտրությունների արդարությունից։ Ես բազմիցս ասել եմ, որ այն արխիվը, որը ունի Լուիսի բանակը, ոչ մեկի մոտ չեք գտնի։ Հիմա մի հատ այդ ընդդիմություն կոչվածից կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի թևին մի հատ բան հիշացնեմ ու շարունակեմ։ 1998-ի մարտի 39 նախագահի ընտրությունների այս դրվագը պատմական է։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը Քոչարյանի օգտին քվեարկած հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Հանձնաժողովի անդամ Էմա Խուդաբաշյանը կարճ եւ ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։ Ես այսպես պարկետի ящики վրա բռնեցին այս մազերիցս, մեկը վզից խփեց մյուսը ու ящիկը բացեցին, գցեցին։ Ես գոռում եմ, օգնեցեք, միլիցիոներ, միլիցիոնացնա, մենք չենք գա։ Ու հիմա դուք խոսում եք ընտրակեղծիքից, տասնամյակներ շարունակ հենց դուք եք եղել այն համակարգի մասնակիցը, որից այսօր դժգոհում եք։ Ժողովուրդն իրավունք ունի հարցնելու, երբ այս նույն երևույթը տեղի էր ունենում ձեր օրոք, արդարության մասին ձեր ձայնը ուր էր։ Բա եթե տենց արդարության կողմնակից եք, բա ոնց եք ձեզ թույլ տալի անգամ քննարկել մանդատները վերցնել, թե չվերցնել, մտնել խորհրդարան, թե չմտնել։ Այսինքն հələ տեղ ունի ձեր մոտ խորհրդարան մտնելով ձեր իսկ ասած ընտրակեղծիքներով ապահոված արդյունքը լեգիտիմացնել։ Հիմա արդեն մտնեք թե չմտնեք, մենակ այն, որ արդեն քննարկել եք, այդ արդեն ամեն ինչ ձեր մասին ասում է։ Այդ հաստատումն է նրա, որ բոլորդ էլ նույն համակարգի մասն եք ու կարծում եմ մի փոքր արժանապատվություն ա պետք, որ վերջապես այդ փաստը ընդունեք ու ժողովրդի առաջ խոստովանեք, որ դուք Նիկոլով եք ապրում, Նիկոլն էլ ձեզանով։ Չնայած Նիկոլը ի տարբերություն ձեզ արդեն խոստովանել է։ Քանի դեռ հանրապետականը ընդդիմությունը Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենա։ Հանրապետականի ընդդիմադիր լինելը որ մեր կառավարությունը առաջիկա 50 տարում կհաղթի բոլոր ընտրություններում, եթե հանրապետականներին չհասնեիք Մնում է դուք էլ նույն ձևով ասեք, որ քանի Նիկոլն է իշխանության, դուք միշտ մնալու եք պարգևավճար ստացող ձևական ընդդիմություն։ Այս արդեն քաղաքականություն չի, այն ինչ այսօր կատարվում է, այդ քաղաքական թատրոնի վերջին գործողությունն է։
Ու հիմա ես մի քանի հարց ունեմ էլի այդ ընդդիմությանը, Քոչարյանին, Ուժեղ Հայաստանին, մնացած նույն թևին պատկանող ուժերին։ Այսքաններ, հա, ձեր թափն ու ձեր անելիքը, վերջ, հա։ Մնացել է մենակ մանդատ ստանաք ու ձեզ համարեք հաղթած կամ ուժեղ կամ ընդհանրապես ընդդիմադիր։ Տարիներով մարդկանց ասում եք սպասեք ընտրություններին։ Ասում եք ժողովուրդը կգա կքվեարկի ու ամեն ինչ կփոխվի։ Ասում եք մենակ ընտրություններով է հնարավոր երկրի ճակատագիրը լուծել։ Հիմա ինչ փոխվեց ինչ որ բան։ Իշխանությունը գնաց, պետության առաջ կանգնած վտանգները վերացան, թե 300,000 ադրբեջանցիների գալը ձեր համար առաջնային հարց չի, այն որ փրփուրը բերաններից ասում եք մեզ ընտրեք որ չգան։ Հիմա ընտրակեղծիքով է, ինչով է, փաստ որ ձեր ասած հաջորդ վարչապետը, ձեր ասած հաջորդ վարչապետը չի, պլան B չունեք, այսքանով պրծավ ձեր ուժեղությունը։ Բայց 300,000 ադրբեջանցիների դեմը առնելու ուրիշ ոչ մի մեթոդ չկար, մենակ աթոռ ունենալն էր։ Ու հիմա դուք այդ նույն մարդիկ, որոնք երեք խոստանում էին հաղթանակ, այսօր արդեն քննարկում եք ոչ թե հաղթանակը, այլ մանդատների ճակատագիրը։ Մենք Լույսի բանակը տարիներ շարունակ ասում ենք, որ քաղաքական ճգնաժամը ընտրական գործընթացի շրջանակներում չի լուծվելու։ Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է լայն հասարակական շարժում, ազգային կազմակերպում, ժողովրդի ինքնակազմակերպում ու իրական քաղաքական ու ազգային ճնշում։ Մենք ասում ենք, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության ոչ մի թուղթ, ոչ մի քվեաթերթիկ, ոչ մի կուսակցական շտաբ չի փոխելու իրականությունը։ Անձամբ ես քանի անգամ եմ ասել, որ այս համակարգը չի հեռանալու ընտրություններով։ Իսկ ինչ էին քարոզում ձեր այդ դիպլոմավոր ու գալստուկավոր թեկնածուները։ Ասում էին եկեք մեզ ընտրեք, տեսեք ոնց է երկրի հարցը լուծվում։ Բա հիմա մի հատ այդ նույն քարոզողներին ընդեղով կար բացի Քոչարյան, Ուժեղ Հայաստան ու Բարգավաճ։ Իրանց էլ, այն մյուսներին էլ, այնտեղ Քոչարի կար մի հատ, Սիմոնյան Գուրգեն ունեիք, Թաթոյան, Դոգ, Մարուքյան, Մարության, ընդդեմ Չարության, հանուն Բարության։ Ես իմ ընդե ԱԺԲ, բա մետ ասեք, եկանք ընտրությունների ասեք, բա հետո հիմա ինչ եք քարոզելու, սպասենք մյուս ընտրություններին։ Բա մետ հարցրեք, երբ Լույսի բանակը վերածննդի շարժումներ ուզում իրականացներ, բա ինչի չէիք աջակցում։ Հարցը չէ։ Առհասարակ ցանկացած իր գիտակցությունն ու քաղաքական բազան հարգող քաղաքացու համար սա լուրջ քաղաքական հարց է։ Սա այն հարցն է, որից ինքը կարա ստանա ամենաառանցքային պատասխանները ու իր համար պարզ դառնա շատ ավելին, քան կարելի էր ակնկալել։ Բա մետ հարցրեք, ասեք, բա դուք դիպլոմներ ունեք, պետական տեղերում աշխատանքի փորձ ունեք, գալստուկներ ունեք, եսի ինչեր ունեք։ Բա ոնց եղավ, որ այսքանը չէիք հասկանում, իսկ Կարեն Արայանը տարիներով գոռում էր, որ ընտրությունները հերթական կրկեսն է ու նույն հայակործան համակարգին սնուցող միջոցառում։ Իսկ ես ձեզ ասեմ, որովհետև ես պատմություն եմ կարդացել, պետությունների անկման մեխանիզմներ եմ ուսումնասիրել, հեղափոխությունների ու ընտրությունների տրամաբանությունն եմ հասկացել ու դրանց տարբերությունը, իշխանության բնույթն եմ հասկացել ու ի տարբերություն շատերի ամեն գնով չեմ վազել աթոռ ունենալու ու ի տարբերություն առանց բացառության ձեր այդ բոլոր թեկնածուների ես գիտեմ մի բան, որ իշխանությունը, որը կառուցված է պետական բոլոր լծակների վերահսկման վրա, չի հեռանում ընդդիմության գեղեցիկ ելույթներից։ Այդ իշխանությունը չի հեռանում Facebook-յան լայքերից, on-line քվեարկություններից, որոնց արդյունքում շաբաթը մեկ մի հատ on-line վարչապետ էինք ստանում։ Չի հեռանում հեռուստատեսային բանավեճերից, ոչ էլ ձեր կիսապոետիկ ու ռոմանտիկ ելույթներից։ Ու ցանկացածը, ով այսքանը հասկանում է, չէր կարա այս ընտրություններում իր թեկնածությունը դներ։ Ես չեմ դրել, իսկ բոլոր թեկնածուները դրել են։ Հիմա հույսներդ ով է, պարզ հարց եմ տալի։ Ու ի տարբերություն նորից եմ ասում, առանց բացառության այդ բոլոր թեկնածուների, մենակ ես գիտեմ այս իշխանության հեռացման ժամանակը ու ձևը։ Այս իշխանությունը կհեռանա մենակ այն ժամանակ, երբ հասարակության կամքը դառնա քաղաքական ուժ, երբ ժողովուրդը դադարի դատարկախոս թեկնածուներին հանդիսատես լինելուց ու մեր Լույսի բանակի հետ սկսի պատմություն գրելը։ Այսօր Նիկոլը ինքն է ասում, որ միակ ճանապարհը հեղափոխությունն է։
Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Սա գիտեք ինչ է նշանակում, որ ինքը պարզ ասում է, ինչքան ընտրություն անեք, ինչքան փորձեք ստորագրահավաք, բանավեճ, դատի տալու ես իմ էլ ինչ-տենց ֆիկտիվ բաներ կա, փորձեք այդ ճանապարհով չի լինելու։ Պարզ հասկացնում է, որ միշտ պետական ռեսուրսը օգտագործվելու է ներկայիս իշխանության օգտին։ Արդյոք այսքանից հետո մենակ տկարամիտն ու սուտասանը չեն, որ կարան պնդեն, թե ընտրություններով, թեկնածուներով ու դատարանների առաջ կանգնելով կարելի է արդյունքի հասնել։ Այսօր ձեր որ մի քաղաքական ուժին ու թեկնածուին նայում ես, էլի այդ նույն ալիքի վրա է, դատի տանք, նոր ընտրություն նշանակենք, նոր բանավեճ անենք ու նման լիքը անկապ, անիմաստ ու դատարկ պարապ բաներ։ Դրա տեղը մի հատ հանրային ասեք հələ, այդ որ տենց խոստումներ ու քարոզներ էիք տարածում, որ սպասեք ընտրություններին, համակարգի ներսում կփոխենք համակարգը, այս անգամ ուրիշ է լինելու, ժողովուրդը կասի իր խոսքը եւ այլն։ Բա հիմա ուր են այդ խոստումների հեղինակները, ինչի են նորից նույն դեմքերը քննարկում նույն թեմաները, ինչի են նորից ձեզ բոլորիդ համոզում սпасել, ինչի են նորից ձեզ պահում իրենց քաղաքական ուղեծրում, որովհետև իրենց համար ամենավտանգավորը Նիկոլը չի, իրենց համար ամենավտանգավորը ժողովուրդն է, որը կսկսի ինքնուրույն մտածել ու այն ինչ ես նոր ասեցի, ժողովուրդը կսկսի հասկանալ ինքնուրույն։ Այդ դրանից են բոլորը վախում, որովհետև այդ դեպքում իրանցից ոչ մեկ շանս չի ունենա անգամ լսելի լինելու։ Բայց դե հələ որ ունենք այն ինչ ունենք, քաղաքականապես չկրթված մեծ զանգված ու դրանից օգտվող լոլոներով ինքնափառաբանվող քաղաքական ճակերտավոր ուժեր։ Իսկ դուք հիշում եք, երբ վերածննդի շարժման շրջանակներում մենք դուրս եկանք փողոց։ Երբ հայտարարեցինք, որ անհրաժեշտ է ազգային վերածնունդ, ազգային մոբիլիզացիա, իրական քաղաքական ճնշում, իրական փոփոխություն, վստահ եմ, որ հիշում եք։ Այդ ժամանակ ովքեր էին իրանց արևին մեզ խանգարում։ Մենակ Նիկոլի թիմը, չէ։ Պատկերը ավելի հետաքրքիր էր, հանկարծ ընդդիմադիր անվան տակ հանդես եկող շրջանակների մեդիա ռեսուրսները սկսեցին աշխատել նույն ուղղությամբ, նույն թիրախի դեմ, մեր դեմ։ Նիկոլի ռուպերներն էլ, ընդդիմություն կոչվածինն էլ, մեզ թիրախավորել էին նույն իրանց վախերով, նույն պանիկայով ու նույն հիստերիայով։ Մեր վրա շպրտում էին նույն ցեխը, նույն բառապաշարով ու նույն բովանդակությամբ։ Տպավորություն էր, որ երկրի գլխավոր խնդիրը ոչ թե Նիկոլն էր, այլ մենք։ Մի հատ հիշեք էլի ինչ էր կատարվում այդ ընթացքում։ Նույն ընդդիմադիր շրջանակներից շատերը ոչ թե աջակցում էին, ոչ թե միանում էին, այլ իրանց տեղեկատվական ռեսուրսներով, իրանց քարոզիչներով ու իրանց իբր անկախ անաչառ խոսնակներով ու բլոգերներով օր ու գիշեր փորձում էին մեզ հարվածել։ Ամեն ինչ անում էին մենակ թե մարդկանց ուշադրությունը շեղեն այն ճանապարհից, որը կարար վտանգավոր դառնալ իրանց այդ ամբողջ քաղաքական բեմադրության համար, որտեղ ընդդիմությունն ու Նիկոլը իբր իրար դեմ են։ Ու որ հիմա հետ ես նայում, թե ովքեր էին մեր դեմ ավել պակաս հաչում, ովքեր էին իրանց կլոուն հալով մեզ ծաղրում ու ովքեր էին իրանց տգետ ու անգրագետ վիճակով մեզ անվանում անհեռանկար, ուղղակի ծիծաղդ գալիս է։ Հələ մի հատ հիշեք էլի, ովքեր էին նստում կամերայի դիմաց ու մեզ քաղաքականություն էին սովորացնում։ Ովքեր էին ասում, որ պետք է հավատալ հերթական ընտրություններին։ Այդ են նույն դեմքերն են, ովքեր այսօր գովաբանում ու փառաբանում են իրականում անհեռատես ծաղրի արժանի անգրագետ ու անատամ այն ընդդիմությանը, որը հերթական անգամ զբաղված է ոչ թե իշխանափոխությամբ, այլ իշխանության կողքը մի կերպ քաղաքական գոյությունը պահպանելու հարցերով։ Բա հիմա դրանց ոնց չհարցնեմ, բա տեսակ ինչ եղավ։ Փառաբանեցիք մի մեխանիզմ, որի արդյունքում Նիկոլը նորից մնաց իշխանության։ Հիմա գոնե հասկանում եք, որ երբ քրվում եք Նիկոլին իշխանության թողողներին, այդ քֆուրի առաջի հասցեատերը հենց դուք եք։ Թե ձեր ուղեղը ընդունակել չի հասկանաք ինչ եմ խոսում, հավանաբար ընդունակ չի։ Նենց որ այտենց աներեսի պես շարունակեք ձեր քարոզներն ու շարունակեք ձեզ դնել ձեր երազած ուժեղ հայրենասեր ու խելքով կերպարների տեղը։
Ու հիմա այդ նույն ընդդիմությունը, որը անցած տարի ասում էր սպասեք ընտրությունների, հիմա նորից փորձում են ձեզ պահել իրենց շուրջ։ Նորից նույն լոլոները, նորից սերիալներ, նորից մեծ խոսքեր, նորից սպասում ու նորից հույսի վաճառք։ Բայց հիշեք, որ քաղաքական շուկայում ամենաէժան ապրանքը հույսն է, երբ ինքը չի ուղեկցվում գործողությամբ։ Ու մարդիկ, ովքեր մինչև այսօր ինձ հələ գրում են, թե բա մասնակցեիք էլի ընտրություններին, ձեզ կընտրեինք եւ այլն։ Հիմա լավ, եթե ես էլ ինձ թույլ տայի այս բոլոր տեխնացուների պես միամտություն ու իրանց պես լուրջ դեմքով մասնակցեի այս խաղալիք ընտրություններին, ապա այսօր ըստ ձեզ ես ինչ պետք է անեի։ Գնայի կանգնեի ԿԸՀ-ի դիմաց ու մանդատ մուրայի, ձայն մուրայի, արձանագրություն մուրայի, թե բողոքի թուղթ։ Էս էր ձեր տեխնացուների մեծ ռազմավարությունը, էս էր իրենց ազգային փրկության ծրագիրը, էս էր այն ճանապարհը, որի համար տարիներով համոզում էին ժողովրդին։ Պետականության ճգնաժամը լուծվում է պետական մտածողությամբ, ոչ թե ընտրական տեխնոլոգիաներով։ Ազգի փրկությունը սկսվում է այն պահից, երբ ժողովուրդը հասկանում է, որ ոչ մի փրկիչ չի գալու, ոչ մի անդիմադիր աստղ չի գալու, ոչ մի հերոստատեսային հերոս չի գալու ու չի գալու ոչ մի քաղաքական մեսիա, կա մենակ ժողովուրդ, կա մենակ կազմակերպված ուժ, կա մենակ գաղափար ու կա մենակ կամք, որը այսօր ամբողջությամբ գեներացվել է լույսի բանակի ու վերածննդի շարժման մեջ։ Ու միգուցե եթե ես այս ամեն ինչը ասեի ընտրություններից առաջ, չնայած միշտ եմ ասել, այդ ժամանակ դեռ միտեղ հասկանալի է, որ ձեր համար թվում էր անհավանական կամ մի քիչ էլ թերահավատորեն էիք մոտենում։ Բայց այս ամեն ինչը հիմա արդեն հաստատված ու ապացուցված է։ Այս ընտրություններից հետո հաստատվեց շատ ավելի կարևոր բան։ Հաստատվեց, որ լույսի բանակի քաղաքական գնահատականը միակ ճիշտ գնահատականն էր, որ լույսի բանակը սխալ ճանապարհ ցույց չէր տալի։ Հաստատվեց, որ համակարգի ներսում համակարգը փոխելու մասին պատմությունները պատմում էին մենակ ձեր քաղաքականապես տգետ ու ինքնասիրահարված տեխնացուները։ Հաստատվեց, որ առանց ազգային մոբիլիզացիայի, առանց իրական ճնշման ու առանց ժողովրդի ինքնակազմակերպման որևէ փոփոխություն չի լինելու։ Հաստատվեց, որ իրականությունը միշտ ավելի ուժեղ է, քան քաղաքական գովազդն ու օնլայն քվեարկությունների վարչապետերը։ Ու մենք, լույսի բանակը, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, մենք չենք վաճառել մեր խոսքը, մենք չենք ասել այսօր մի բան, վաղը հակառակը։ Մենք հիմա էլ ենք նույնը ասում, ինչ ասել ենք տարիներ առաջ, երբ ամբողջ քաղաքական դաշտը հերթով ընկնում էր նոր պատրանքների հետևից, մենք ասում ենք, որ պետությունները չեն փրկվում պատրանքներով, նրանք փրկվում են կազմակերպվածությամբ, կամքով, պատասխանատվությամբ ու ազգային գիտակցությամբ։ Ու այս ամեն ինչի ֆոնին մի կարևոր բան էլ հաստատվեց, որ կա լույսի բանակ ու կա մնացած ամբողջ քաղաքական դաշտը։ Ընտրելով մեզ, ընտրում եք ձեր ողնաշարը։ Ընտրելով մնացած քաղաքական դաշտը, ընտրում եք հերթական լոլոները, սպասումները, բամբասանքներն ու իրենց աթոռները։ Ու այս նենց չի, որ ես հիմա ասենց նստած խոսում եմ ու դուք դա պետք է ընդունեք, դա փաստ է, մի հատ ձեր կողքերը նայեք։ Մի հատ նայեք ամբողջ քաղաքական դաշտը այսօր ձեզ ինչ է քարոզում, լոլոներ, սպասումներ, պահանջներ, այս դատարան դիմենք, այն դատարան դիմենք, վազենք ընդեղ մանդատ վերցնենք, չվերցնենք։ Ու մենակ մենք ենք ոնց որ տարիներով նենց էլ հիմա ասում ենք դուրս եկեք հեղափոխության։ Ես ես կարամ ապացուցեմ ցանկացած քաղաքական գործչի հետ օնլայն զրուցում, բայց ուր են ձեր քաղաքական գործիչները, կամ իրենց եթերներում կամ էլ տարբեր հաղորդումներում զբաղված են հերթական լոլոներով ու ընտրության քարոզով, ռեալ բանավեճը իրենց համար չեն, իրանք դիպլոմ ունեն, որոշները գալստուկ ունեն, այն մեկը քաղաքական անցյալ ունի, մյուսն էլ պետական համակարգում աշխատած տարիների փորձ, իրենց գործը լոլոներն են, մեկ էլ ընտրությունից ընտրություն, տեխնացություն դնելը, վերջ։ Նենց որ էսի անցանք։ Ու հիմա ամենակարևոր հարցը, ինչ ենք անում սրանից հետո, նորից սպասում ենք, նորից հավատում ենք տեխնացուների հերթական խոստումներին, նորից ազգովի նույն սերիալի հաջորդ սեզոնն ենք նայում, թե վերջապես դուրս ենք գալի հանդիսատեսի կարգավիճակից։ Որովհետև պատմության մեջ երբեք չեն հաղթել նրանք, ովքեր ամենաշատն են քննարկել ընտրությունների արդյունքները։ Հաղթել են նրանք, ովքեր հասկացել են պատմության ուղղությունը ու դարել են այդ ուղղության շարժիչ ուժը։ Իսկ մեր մոտ մի ամբողջ քաղաքական դասակ տարիներով ասում էր սպասեք ընտրություններին։ Ընտրությունները եղան, ընտրություններից հետո ասում են հիմա սպասենք արդյունքների։ Արդյունքները գալիս են, դրանից հետո էլ ասում են սպասենք բողոքարկումների։ Վաղն էլ կասեն սպասեք հաջորդ ընտրություններին։
ու սենց պետությունը գնում է դեպի անդունդ, իսկ իրանք հերթի մեջ կանգնած սպասում են իրանք հերթական սպասմանը։ Չէ, հայր ջան, մենք չենք սպասում, մենք հաշվարկում ենք, մենք կազմակերպվում ենք, մենք կառուցում ենք, մենք պատրաստվում ենք, որովհետև պատմությունը չի պատկանում սպասողներին, պատմությունը պատկանում է գործողներին։ Մինչև մյուսները քննարկում են մանդատները, մենք քննարկում ենք պետությունը։ Մինչև ոմանք հաշվում են իրանց ձայները, մենք հաշվում ենք կորցրած ժամանակը։ Ու մինչև մյուսները սպասում են հաջորդ ընտրությանը, մենք մտածում ենք հաջորդ դարաշրջանի մասին, որի սկիզբը պետքա դնենք հիմա ու դրա ճանապարհը մեկն է՝ լույսի բանակը։ Վերածնունդը սпасելով չի գալի, վերածնունդը ստեղծվում է։ Բայց կա մի բան, որի մասին շատերը չեն սիրում խոսալ։ Պետության ճակատագիրը փոխվում է ոչ միայն ճիշտ գաղափարներով, այլ նաև այն ռեսուրսներով, որոնք կանգնած են այդ գաղափարների հետևում։ Պատմության մեջ ոչ մի լուրջ շարժում, ոչ մի ազգային վերածնունդ, ոչ մի հաղթանակ չի կառուցվել մենակ ոգևորության վրա։ Անցած տարի մենք դրանում համոզվեցինք։ Շատերը մեզ հարցնում են, ինչի ավելի մեծ քայլեր հիմա չեք անում, ինչի ավելի արագ չեք առաջ գնում, ինչի դուրս չեք գալի, ժամանակն է, քանի ժողովուրդը տաք է, քանի էս, քանի այն։ Պատասխանը պարզ է, պարզից էլ պարզ է։ Յուրաքանչյուր նպատակ պահանջում է մարդկանց, պահանջում է ժամանակ, կազմակերպում, տեխնիկական հնարավորություններ ու այն ամեն ինչը, ինչի վրա կառուցվում է ցանկացած լուրջ պայքար։ Հետևաբար այսօր յուրաքանչյուր մարդ պետք է ինքը իրան հարց տա, ինքը պարզապես դիտորդն է վերածննդի շարժման, թե պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը վերցնել այն գործի համար, որի հաղթանակը ցանկանում է տենալ։ Որովհետև ապագան միշտ կառուցում են ոչ թե նրանք, ովքեր սպասում են, այլ նրանք, ովքեր ներդրում են անում դրա ստեղծման մեջ։ Լույսի բանակը շարունակելու է իր ճանապարհը, իսկ թե այդ ճանապարհը ինչ արագությամբ կանցնի ու ինչ մասշտաբների կհասնի, կախված է ոչ միայն մեզանից, սա խնդրում եմ հասկացեք, այլ նաև այն մարդկանցից, ովքեր հասկանում են, որ գաղափարներին հավատալը կարևոր է, բայց երբեմն ավելի կարևոր է այդ գաղափարներին ուժ տալը։ Կարծում եմ հասկացող մարդկանց համար ամեն ինչ պարզ եմ ասում։ Ուստի այսօր ոչ թե մենք պետք է արդարանանք, այլ նրանք, ովքեր մարդկանց հերթական անգամ համոզում էին, որ հերթական ընտրությունը դառնալու է պատմական շրջադարձ։ Պարզվեց հերթական անգամ շրջադարձ չեղավ, ու ինչքան շուտ ժողովուրդը հրաժարվի այս կեղծ սպասումներից, այնքան շուտ կսկսվի իրական քաղաքական ու ազգային վերածնունդը։ Ժամանակն է դադարել հավատալ խոստումներին ու արդեն ժամանակն է սկսել հավատալ սեփական ուժերին։ Այսքան ասածիցս հետո անհնար է, որ մնա գոնե մի հոգի իրապես խելամիտ մարդ, ով չհասկանա, թե որն է իրական ելքը, ում պետքա միանա ու ոնց աջակցի։ Կարելի է համարել այսօր էլ ամեն ինչ ասեցի, լավ մնաք հայր ջան ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։